Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Փրկությունը Տեր Աստծու մեծագույն պարգևն է։ Այս ուղերձով ավարտում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ Սաղմոսից» անվանումը։ Վերջին դասը, որը կընդունենք այս հրաշալի Սաղմոսի մեր ուսումնասիրած հատվածից, վերաբերվում է Տեր Աստծուց ընդունած փրկության համար կրկին և կրկին գոհանալուն։ Սակայն մինչ այս կարևորագույն թեմային անդրադառնալը հիշենք, որ Քրիստոսի մեջ Աստծու լույսն ու ճշմարտությունն են, որ մեզ առաջնորդում են դեպի Տեր Աստծու հետ հաշտությունը և Նրա ներկայության վայելքն ընդունելուն, որի մեջ կան զոհասեղանի օրհնյալ իրականությունն ու Տիրոջն ուղղված փառաբանության վայելքը։ Այստեղ է, որ չկա տրտմություն, քանի որ Աստծու ներկայությունը վայելող մարդը միշտ իր հույսն Աստծու վրա է դնում։ «Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը, թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՛վ Աստված, Աստված իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում։ Հույսդ տի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Հռոմեացիս 8:1-4): Սիրելի՛ բարեկամ, այս երկրային կյանքի ընթացքում դժվար է ընկալել այն աստվածաշնչյան ճշմարտությունը, որ եթե մարդը բացի փրկությունից Աստծուց ուրիշ որևէ այլ բարիք չընդունի, ապա փրկության փաստը բավարար է, որպեսզի մարդու կյանքը լցված լինի այնպիսի անսպառ գոհությամբ, որը որևէ տեղ չի թողնում դժգոհության ու տրտունջի համար։ Դժվար է ընկալել, եթե տեսնում ենք միայն մեր կարիքները, և բացարձակապես դժվար չէ, եթե առաջնորդվում ենք ոչ թե մեր աչքերի տեսածով, այլ Աստծու Խոսքի փոխանցած հոգևոր ճշմարտությունների հանդեպ անսասան հավատքով։ Անշուշտ, Աստված սիրող Հայր է և Իր զավակներին բազմաթիվ բարիքներ ու պարգևներ է շնորհում, որոնց գագաթնակետն անվիճելիորեն փրկության իրողությունն է։ Սակայն եթե անգամ միայն փրկությունը լիներ Աստծուց ստացած մեր բարիքը, ապա փրկության հետ մենք արդեն իսկ ունենք ամենը՝ որպես Տեր Աստծու ընտանիքին որդեգրված զավակներ և Քրիստոսի ժառանգակիցներ։ «Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական ըստ մարմնի ապրելով, որովհետև եթե ըստ մարմնի ապրենք, կմեռնենք։ Բայց եթե Հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության Հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ Նույն Ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե Նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք» (Հռոմեացիս 8:17-18): Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի լույսն ու ճշմարտությունը Նրան հավատացողներին և Նրա իշխանությունն իրենց կյանքերի վրա ընդունողներին ուսուցանում և օգնում են, որպեսզի նրանք չապրեն ըստ մարմնի, այլ Հոգով սպանեն մարմնի գործերը։ Նման մարդիկ են, որ իրենց որոշումների ու վարքագծի մեջ առաջնորդվում են ոչ թե սեփական ցանկություններով ու պատկերացումներով, այլ Աստծու Սուրբ Հոգով։ Թեև հոգևոր կյանք ապրելը այս չար աշխարհում այնքան էլ դյուրին գործ չէ, սակայն նույն Սուրբ Հոգին վկայում է, որ փրկությունն ընդունած մարդիկ, որ Հոգով են առաջնորդվում, Աստծու որդիներ են, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ։ Փրկությունն ընդունած մարդիկ հավատում են մեղքի ու մահվան մասին Տեր Հիսուսի ուսուցումներին ու զգուշացումներին։ Փրկությունն ընդունած մարդիկ հավատում են Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքներին ու պատվիրաններին։ Նրանք իրենց հավատքը ապացուցում են Քրիստոսի խոսքերի հանդեպ իրենց հնազանդության փափագով։ Հենց այսպիսի մոտեցում ունեցողներն են, որ հավատում են Աստծու Որդուն։ Հովհաննես 5:10-13: «Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի. ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց Իր Որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է։ Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք Աստծու Որդու անվանը հավատացողներդ հավիտենական կյանք ունեք։
Կրկին ու կրկին պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Իսկ դու հավատո՞ւմ ես Աստծու Որդուն։ Դու ընդունե՞լ ես Տեր Աստծու փրկությունը։ Քո կյանքը փրկությունն ընդունած մարդու անսպառ գոհության ապացույց է, թե՞ տրտունջի ու դժգոհության անվերջանալի մի եղերերք, որի պատճառը այս երկրային կյանքի պակասություններն են և անարդար աշխարհի պատճառած չարչարանքները։ Կրկին ու կրկին պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։ Եթե Նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից կլինենք։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։